չենք կարողանում մեր հարկուտուրքը վճարել, Պիտև առևտուր չկա, ոսկու գինը անդադ աճում է, գնաճը տատանվում է, կարա մեկ օրվա մեջ 3 անգամ արժեքը փոխվի։ Երբ որ դու առնում ես բարձր գնով, արդեն չես կարողանում վաճառել ձանից բարձր, որտեղ կարող է 2 ժամ հետո արդեն $2 իջած լինի, նույն ոսկին, որը որ մենք գնել ենք։ Շահույթ չկա, որտեղ հաճախորդ չունենք, զալերը դատարկ են։ Բոլոր մարդկանց մոտ էլ ֆինանսական պակասի խիստ զգացում է, որ բոլորս էլ պակասենք, չեն կարողանում ձեռք բերենք այն գումարը, որը տարիներ շարունակ ունեցել ենք։ Եվ այսօրվա դրությամբ, երբ որ մեզ արդեն պարտադրում են, որ մենք պետք է վճարենք եկամտահարկը եւ այլ, դա անիմաստ այսօրվա մեր վզին փաթաթված բարդ հարց է, որը որ մենք ի վիճակի չենք։ Նայեք ինչ է մնացել իմ սեղանին։ Մենք վճարում ենք տեղի վարձը, վճարում ենք մյուս հարցերը, բոլորս էլ ընտանիքում խնդիրներ ունենք, վերցրած գումարներ ունենք բանկերում, մենք վճարում ենք բանկերի վճարները, մի փոքր մաս էլ տանում ենք տուն, որպես երեխեքի կարիքները օգանք, այսինքն մենք, եթե մեզ պարտադրեն, որ մենք դա էլ պետք է անենք, նշանակում է մենք ընդհանրապես ի վիճակի չենք լինի այս շուկայում գոյություն ունենալու, որը որ մեր կյանքի ապրուստն է, մեր ապրելակերպն է, 25 տարի շարունակ մենք աշխատել ենք, բայց այսօր արդեն երբեք նման Ինչ աղջիկ ջան, դու գրագետ աղջիկ ես, ինչ ես նման արստալի։ Մենք հիմա այս, որը որ կառավարությունը որոշել է, մեզ չի հարցրել։ Ոչ մի աշխատողի չի հարցրել։ Ինքը պարզապես բարձրատեղում նստում է ու մտածում է երազանքների իրականացման պահը դառը, բայց իրականությունը ինքը այստեղ պետք է տեսնի։ Հարկ վճարելով երջանիկ զգում եք, պետք է նախագահը ասում է, եթե հարկ եք վճարում, պետք է ասում երջանիկ զգանք։ Ինչո՞վ։ Ես իմ ընտանիքին չեմ կարող ինչով լավ զգամ, աղջիկ ջան, նախ պետք է մեր ապրելակերպը լավ լինի, հետո նոր մնացածը։ Մենք ինչով ենք լավը զգալու, կարող եք ասել, մեր տեղը լավն է, մեր դիրքը լավն է, մեր հարգանք պատիվը տեղում է, մեր տնօրենը մեզ համար մեր հայրն է, մենք մի ընտանիք ենք, սա մեծ ընտանիք է, երկար տարիներ աշխատելով մենք իրար հետ ոչ մի հարց չենք ունեցել, ընտանիքում հարցեր լինում են, այդ հարցերը լուծվում է վերադասի հետ, մեր վաղարշ եւ տնօրեն Սպեն մեր համար ամեն ինչ է, բայց այսօր նա չի կարող մեր այդ հարցերը լուծել, հարցերը պետք է վերևում լինի, վերևում էլ մեզ չեն հարցնում, պարզապես ուզում են, անում են, եթե մեզ մի քիչ հաշվի առնեն, մենք մեր վճարները կատարում ենք, մենք կարող ենք նույն ձևով շարունակել, բայց այսօր սնանկանում ենք, ի վիճակի չենք շարունակելու, թող դրա մասին մտածեն, ոչ թե հենց այնպես, հաշվի չեն առել ոչ մեկի կարծիքը, եւ մինչեւ այսօր պնդում են, որ իրանք ճիշտ են, իրանք սխալ են։ Էլի եմ ասում, եթե լիներ մեր ներսի հարցը, մեր ներսի հարցերը լուծվող են, բայց այս ընտանիքից դուրս է, որը որ ի վիճակի չենք մենք ոչ վերադասով, ոչ էլ ներսի աշխատողներով աղջիկ ջան։ Շնորհակալություն հարցերի համար, կուզենամ, որ իմ հարցը անպայման քննարկվի, հասկանան, գնահատեն մեր կարծիքը, մենք էլ հասկանանք, թող բերեն մեզ ցածր չափի ոսկին ոչ թե $100-710 տան, թող բերեն տան 60-65 Դուք պատկերացնում եք ինչքան մեծ թռիչք է եղել, բայց մենք շահույթ չունենք այդ ավելի մեջ, մենք կորցնում ենք, մենք մեր եղածն ենք կորցնում եւ նորն չենք կարողանում ունենալ։ Ասեք տեսնեմ, ինչով եմ երջանիկ, խնդրում եմ ասեք 70 տարեկան կին եմ, բայց իմ երեխեքին պահել է պետք, մեր ընտանիքը ապրում է մի փոքր շահույթով։ Նայեք, արծաթ եմ դրել, ոսկի չկա։ Ասենք մի քանի ամիս էլ վճարեցի սա վարձ, որովհետև ես շահույթ չեմ ստանում, չեմ վաճառում, վերավաճառ չկա, ոչ մեկի գրպանում գումար չկա։